Սիրելի հանդիսատես, սա Սարի թատրոնն է։ Եթե հիշում եք, ապա այստեղ մեծ ծածկ կար եւ ծածկի տակ կարող ենք պատասպարվել անձրևից, արևից։ Նաեւ խաղում էի տարբեր բնույթի ներկայացումներ, համերգներ էի տալիս։ Իսկ հիմա այլևս հնարավորություն չունեմ, խաղում եմ միայն այն ներկայացումները, որ կարելի է բացօթյա խաղալ։ Անչափ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ ինձ աջակցեցին եւ փող ուղարկեցին GoFundMe-ին, այո, եւ ես նյութատեխնիկական բազան արդեն ապահովել եմ։ Մնացել է ընդամենը սարքելու փողը, այսպես ասած, մարդիկ, ովքեր որ պետք է դա սարքեն։ Խնդրում եմ ակտիվ եղեք։ QR կոդը ձեր էկրանին է։ Ամեն ինչ կանեմ, որ մյուս տարի սեզոնը բացեմ արդեն մեծ, այսպես ծածկով։ Երևանում վերնիսաժից մի քիչ այն կողմ եւ կարելի ասել ավելի ստույգ եթե ասեմ դա կինոյի տունն է Թարս կողմից, այսպես ասեմ, կա մի ակումբ արի ստենդափ է կոչվում, երիտասարդներն են բացել, այնտեղ ստենդափներ են անում, հայերեն, ռուսերեն, անգլերեն, ինձ էլ են հրավիրել, ես արդեն երկրորդ անգամ եմ այնտեղ ստենդափ արեցի, դալի ջլիքը, շատ լավ անցավ, շնորհակալություն հանդիսատեսից եւ նոր հանդիսատեսից են երիտասարդներին, ովքեր որ եկել էին։ Դա ասում եմ մեր սփյուռքի հայության համար, որովհետեւ հաճախ հարցում են ընդհանրապես ոնց է Երևանում վիճակը, ինչ կա, ինչ չկա։ Գիտեք, մարդ կա, որ մի 30 տարի չի եղել Հայաստանում եւ իր համար զարմանալի է, որ ընդհանրապես ինչ է կատարվում, ինչ է, որ Facebook-ը բացում է, նայում է իր անամերժ կարծիքներ, կարծես թե ժողովուրդ հանգիստ ապրում է, կաֆեում լիքը, բայց բոլոր ինչ որ ասենք վերլուծաբաններ կան, որոնք որ վախենալու բաներ են ասում։ Իհարկե եւ ստեղի բնակչությունը, մի րոպե մի հատ բարձր դնեմ տակս, եւ ստեղի բնակչությունը, որը որ հաճախ միշտ դժգոհ է կառավարությունից, պաշտոնյաներից, օրենքներից։ Երևի թե ամենաօբյեկտիվ կարծիքը կլինի այն մարդու, որ տարին մեկ գնում է մի կես տարի, հետո մի կես տարուց գալիս է նայում է, էլի է գնում, դա ես եմ։ Իմ օբյեկտիվ կարծիքը, որքան դա հնարավոր է, իհարկե, ասեմ մեր սփյուռքում ապրող հայրենակիցների համար, նաև ստեղի հայրենակիցների համար, որովհետև իմ աչքը համ կողքից է, համ ներսից։ Ուրեմն պատկերացրեք, ես ասենք մարդ եմ, որը որ չի նայում ազգային ժողովի այն խուլիգանությունները, որ կատարվում է, օրենքներից առանձնապես բան չի հասկանում, ապրում է իր համար, գնում է գործի, գալիս է տուն, երեխաներին է դաստիարակում, թոռներ ունի, բան տենց։ Ուրեմն տեսեք, բոլոր շրջաններում, խոշորացած համայնքներում սարքվում են դպրոցներ, շքեղ դպրոցներ, մեծ դպրոցներ։ Այնպիսի դպրոցներ, որոնք որ սովետի ժամանակում էլ չի եղել եւ հարմարավետ ամբողջ այսպես ասած ժամանակակից տեխնիկայով հագեցած դալիչներով, ֆիզկուլտուրայի դալիչներով, քիմիայի լաբորատորիաներով եւ այդպիսի դպրոցներ են կառուցում միջազգային ստանդարտներին համապատասխան։ Հիմա կարելի ասել, բայց դե կրթությունը լավ է, չի կրթությունը ովքեր են դասատուները, ինչ են բանում, կրթության նախարարությունը, բան եւ այլ, տեսնում եք, ասենք այդ ամեն ինչը ես չեմ ասում։ Ես ասում եմ ինչ որ տեսնում եմ մարդու աչքը։ Ամբողջ Հայաստանը քանդած է։ Սաղ ճանապարհները սարքվում են։ Ես շատ եմ լինում շրջաններում, Մեղրիից նորություններ ունեմ, որ մեծ ճանապարհներ են սարքվում, թունելներ են փորվում, ապա ժամանակ չունեցա գնամ, շատ կուզեի տեսնեի պարսկական իրանական կոմպանիաներ են աշխատում, նաև ներդրումներ են անում շատ մեծ եւ ճանապարհները սարքվում են, ըստ երևույթին հյուսիս հարավն է, որը որ այդքան տարի ասեն գողացան կերան այդ փողը տարան, կողեցին իրանց մամաների պայուսակները, ինչ ասեմ, բան չէ, հիմա սարքվում, ինչ ասեմ, էլ ինչ կարող եմ ասել։
Եվ ոչ միայն մեղրին, ես ամեն անգամ ջղայնանում եմ, որ Երևանից գալիս եմ Սարալանջ, այս Սարի թատրոնի իմ ամառանոցը, ամբողջ ճանապարհը քանդած է, որովհետև սարքում են։ Դանդաղ են սարքում, կարելի է մի քիչ ավելի լավ կազմակերպել ըստ երևույթի, կեսը քանդել, սարքել, հետո մյուս կեսը երևի թե մասնագետ չեմ, բայց դե որպես ուղղակի օկտատեր այդ օգտվող հա այդ ճանապարհից նյարդայնանում են, մեքենաները ջարդվում են, հանդիսատեսը շատ մեծ դժվարությամբ է ասում, բայց սարքվում է այդ ճանապարհը վաղը մյուս օր, այսինքն մյուս տարի իմ թատերական սեզոնին ես կունենամ շատ հարմարավետ, շատ լավ ճանապարհ, որը Երևանից հանդիսատեսին կբերի Սարի թատրոն, բայց դե մի մոռացեք, որ ես այն օրը հաշվեցի, այս ճանապարհը, որ հիմա սարքվում է, հիմա տեսեք, մոտարապես 7 հատ գյուղ կա, եւ այդտեղից հետո դուրս է գալի Ապարան, իսկ Արագյուղից էլ դուրս է գալի դեպի Քարաշամբ, դեպի Աբովյան եւ այլն։ Այսինքն շատ կարևոր ճանապարհ է, որը որ դարեր շարունակ չի սարքվել, կամ սարքվել է կիսատ պրատ, հիմա սարքում են։ Նույնը կարելի ասել բոլոր շրջանների համար, ամեն տեղ շինարարություն է գնում։ Ես իհարկե կողմ չեմ այն շինարարությանը, որ գնում է Երևանում ափրծփռու առանց շինարարական նորմերը պահպանելու փոշիով ամենտեղ իրար վրա ասենց կուտակելով բարձրակ շենքերը, բայց ճանապարհի եւ ինֆրաստրուկտուրայի բանը սարքել իհարկե միշտ ողջունում եմ եւ որքան է չնեղվեմ, որ ճանապարհը լավ չի, բայց դե գիտեմ, որ վաղը կլինի ավելի լավ։ Դա շատ կարևոր է։ Դա էլ է մեծ պլյուս։ Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքում ապրող, Հայաստանում մեծ փողեր են ֆռում, մեծ։ Ես երբ որ հաշվում եմ, ասենք, օրական ինչ որ մի ռեստորան կամ ինչ որ մի հյուրանոց ինչքան է փող աշխատում, իմ գլուխը սկսում է ֆռալ, որովհետև այդպիսի փողեր երբեք Հայաստանում չի եղել, երբեք։ Լավ ավատա, այդ Ռուսաստանում մոբիլիզացիա դրա համար են եկել, դե դա էկոնոմիկա չի իրականում, դե այսօր կա վաղը չկա, արտադրություն չկա, այդ էլի գցեցին են կողմ։ Ես ասում եմ, ինչ որ ես տեսնում եմ։ Զանգում են կներեք, հեսա էլի անջատեցի։ Այսպես։ Այդ ամեն ինչի իհարկե կարելի է ասել, կարելի է խոսել դրա մասին, բայց ես ասեմ ինչ որ ես տեսնում եմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն վերջապես սկսել է աշխատել։ Վերջապես։ Դե Ծառուկյանի բազարները գիտեք, կարելի է էլի, այսպես ասած, մարդու իրավունքներից խոսել, կարելի է ասել, որ դա շոու է, կարելի է ասել, որ բռնել են վաղը կթողնեն, կարելի է ասել, այդ կենդանիները ինչ մեղք ունեին վերջապես, չէ՞ որ ասենք մեր գազարանոցում ավելի վատ կապրեն այդ կենդանիները, քան թե Ծառուկյանի մոտ, որովհետև այնտեղ տասնյակ տարիներ պահել են այդ կենդանիներին եւ այդ մասնագետները գիտեն ոնց են պահում եւ հաստատ պարոն Ծառուկյանը իր կենդանիներին իր սթաֆի եւ մարդկանցից ավելի լավ է վերաբերվել։ Այո, դա էլ կարելի ասել, բայց փաստը մնում է փաստ, որ սեփականացվում է, այսինքն չի սեփականացվում, այլ պետականացվում է ինչ որ ասենք օբյեկտներ, բաներ, որ ես այդ օրը խոսում էի մի հատ իմ ընկերոջ հետ, բանից Լոս Անջելեսից, ինքը ասում էր, լավ, ես մի բան չեմ հասկանում։ Ընդ ինքը մի ավելի շատ է հետևում, քան թե ես էլ, ասում է, այդքան միլիարդներ ոնց են կարողացել այս աղքատ երկրում աշխատել։ Իսկապես զարմանալի է, գիտեք, իսկապես հարգում եմ, կարելի ասել, այդ ջիղը, որ պարսկայերը մի հատ լավ բառ ունեն, ասում է, քաքի մեջից հուլունք են ջարում, էլի ասենք ոնց են կարողանում, տենց հետո այդ հուլունքը սկսում են ծախել։ Դա իսկապես պետք է լինես շատ տաղանդավոր մարդ, դրա համար խելք պետք չի, մենք գիտենք, որ մեր հարուստների 99%-ը կրթություն չունի եւ ասենք երևի թե ասենք բացի հաշվելուց էլ ոչ մի գիտելիքի չի տիրապետում, բայց փաստը մնում է փաստ, որ կարողացել են մարդիկ, այո։
շատ բաներ կա, որ կարող եմ ասել, նաև ինձ համար գոնե, չգիտեմ, հաճելի է, որ Ռուսաստանից կամաց շատ ցավոտ, բայց հեռվանում ենք եւ գուժում են բոլորը, որ լինելու է սարսափելի ձմեռ։ Եվ հետո ասում են, դե ձենը տակ տեղից է գալի, գնում ես լոսում ես ապրում, բան դե կներեք 60 տարից թե եմ ապրել, այս չի ու ասենք, որ սաղկյանքը պորտոս լոսում են կտրե, գործեր ունեմ, ապրում եմ, հա, մի քիչ ընդ եմ ապրում, մի քիչ ստե եմ ապրում, բայց ինձ ավելի դժվար է, քան թե շատերի, որովհետև ես երկու տեղով եմ հարկվում, այսպես ասած, այո, ստեղ իհարկե ավելի հաճույքով, քան թե ընդ է, որովհետև ստե գիտեմ, որ հեսա մնացել եմ 3 տարի եւ ես բուժումը կստանամ անվճար։ Հա, էդ էլ էսպես մերկանտիլ, այդպես շատ դες մի հատ բան ասեմ էլի ձեզ, հա, դա դուրս գալիս է, հա։ Մի բան էլ ասեմ, որ արտասահմանում ես աշխատում եմ բժիշկների չգնալ, որովհետև այն մեդիկալ ասածը, այն անվճար կամ կարելի է ասել պետությունից հովանավորվող բժշկությունը դա կատաստրոֆիկ վատն է, շատ վատն է, ասենք Աստված ոչ անի ատամ հանես, ասենք ընդ է, կամ հասարակ մի բան անես, հա, ինչ որ տես գործողություն անես, չգիտեմ, ասենք վիրահատություն անես կամ մի բան։ Իհարկե նա ով որ այդ ապահովագրությանը մուծում է ամեն աշխատավարձից հազարներ եւ կարողանում է դա մուծել, իսկ ընդ գիտենք, որ շատ այդպիսի մարդիկ կան, որ ապահովված են, կարող են մուծել, բայց հասարակ մահկանացուների համար չի։ Հասարակ մահկանացուն այստեղ ինչքան որ գործողություն ա եղել, հիմա կյանքս չեմ պատմում, ես էլ եմ այնպես չի, որ միշտ շատ առողջ եմ լինում, բայց աշխատում եմ այստեղ անել, որովհետեւ մեր բժիշկներից լավ բժիշկներ ես չեմ տեսել այնտեղ։ Չեմ տեսել եւ մեր խիրուրգները, մեր ատամնաբուժները, մեր մասնագետները, թերապևտները, մանավանդ դրանք երիտասարդները, ովքեր որ դուրս ստացել են կրթություն, իհարկե շատ բարձր մակարդակի են։ Դա էլ այդպես էլի լավ բան։ Այսօր պոզիտիվ եթեր է ազգում եք, չէ՞, ասում ձախ ոտի վրա չեմ զարթնել։ Այսօր ստե եմ քնել, ժողովուրդ ջան։ Այգումս եմ քնել, այստեղ մի հատ թախտ ունեմ, կարող եմ ցույց տալ։ Ահա, այսպես թախտը դրած է, ծառի տակ, ես էլ նստած փիլիսոփայով եմ, այո։ Դե ինչ անենք, ասում մեծ մարդ եմ, ինչ անեմ էտա։ Հա, ներկայացումներից խաղացել եմ, պրծել եմ, հա, իդեպ, եթե ներկայացումներից խոսենք, ապա ամսի 29-ին վերջի ներկայացումն է, երևի թե ռոլիկները տեսել եք, տոմսերը վաճառվում է, կարող եք գալ, ելին բալկոնում եմ խաղալու, այն լոռուձորն է, որովհետև դեր իմ ծածկը չեմ սարքել, ցավոք, այո, մատերիալի փող հավաքել եմ, բայց դեր բամբուրի շինարարների գումարը չկա եւ կամած հավաքում եմ, վերջում QR կոդը կտեսնեք, եթե կուզեք կօգնեք։ Դա էլ այդպես, ինչ ասեմ, ժողովուրդ ջան։ Հա, Ռուսաստանի մասին խոսեցի, ես մի հատ ցույց կտամ մի հատ շատ մի բարոյական կին, ահա այս կինն է, խոսում էր, որ հորդորում էր իր հայրենակիցներին, տուրիստներին, որ չգնան ոչ բարեկամական երկրներ հանգստանալ։ Այդ ոչ բարեկամական երկրներից մեկն է Հայաստանը, հողերս գլխներիս, ամբողջ կյանքը աշխատեցինք Ռուսաստանի համար, բոլոր սամետներին, բոլոր ժողովներին, բոլոր միջազգային կազմակերպության ՕՕՆ-ների, բաների, այդ բոլոր քվեարկություններին քվեարկել ենք Ռուսաստանի օգտին, բայց հիմա մեր, այսպես ասած, բանը շահերը չի համընկրել Ռուսաստանի հետ եւ ընդհանրապես դիվերսիֆիկացիա է արվում, ասում են, որ յատամեից դուրս չեն գալի, հապկում նստած ենք, տենց եւ այլն, բայց չէ, մենք ոչ բարեկամական պետություն ենք, այսինքն այդ մյուս քայլը արդեն թշնամական պետություն ենք եւ դա շատ վատ է։ Դա շատ վատ է, որովհետեւ ավելի լավ է Ռուսաստանի նման թշնամի չունենալ, դա կայսրություն է, նա հարյուրներ անգամ մեծ է մեզնից, հարուստ է մեզնից, ուժեղ է մեզնից,
այլանդակ երկիր է, ինչ այլանդակություն եղել է վերջի 20-րդ դարում, կարելի է ասել մեծ մասը Ռուսաստանից է դուրս եկել, կայսրություններից ընդհանրապես, եւ բայց դե մենք քանի որ Ռուսաստանի տակ ենք եղել, Ռուսաստանից է դուրս եկել։ Առաջ ասենք Թուրքիայի, ասենք կայսրության մեջ էինք, Օսմանյան կայսրության դեղից էր դուրս գալի, հիմա Ռուսաստանից։ Հա, իհարկե լավ բաներ էլ կար, այս մի հատվածը փրկվեց, այսպես ասած, թուրքերից, որովհետև Ռուսաստանի հետ ինչ որ տենց կարողացանք մի ձև պլստալ, հա, բայց մեծ հաշվով իհարկե շատ ենք դուժել եւ շարունակում ենք դուժել։ Հիմա ասենք այդ ճանապարհները բաները որ սարքում ենք, դեռ լպար չի, դե ինչ կլինի, որովհետև Ռուսաստանը թաթը չի դրել այնտեղ եւ ինչ այլանդակություն ասես կարելի է իրենցից սпасել, որ այդ Թրիփայսի ինչ այդ սաղ ճանապարհներին բաներին ինքն է փայ ունենան, դե parza չէ, իրենց ռեգիոնն է, այսպես ասած, եւ ես սպասում եմ անգամ քաղաքական սպանություններ, այնպես ինչպես եղավ օկտեմբերի 27-ին, այնպես ինչպես շատ հաճախ, ասենք մենք տեսել ենք, դե բյուզանդական, ասենք բյուզանդյան վերցնենք կամ հռոմը վերցնենք, ոնց էին, չէ, թագավորներին կանչում էին, մորթում էին ու վերջ, ասենք կամ բանտարկում էին ու վերջ։ Հնարավոր է որ այդպեսի բան լինի, ես ամենից սպասում եմ։ Բայց չեմ ուզում վատ բաների մասին խոսեմ, ժողովուրդ ջան, այն լավ բաները ինչ որ ասեցի կան, իրականում կան հորետեսներ, կան վերլուծաբաններ, որ ասում են, որ սա մեր վերջի սկիզբն է կամ սկզբի վերջն է, չգիտեմ ինչ է։ Երբ որ ինձ ասում են Դանելան, վերջի ինչ անել, ասեմ տղեկ ջան, եթե ինձ եք ուզում հարցնեք, ապա վերջի 4000 տարին տենց է եղել։ Ես չեմ հիշում հայոց պատմության մեջ այդ լուսավոր էջեր, բաներ, որ 30 տարուց ավել լավ ապրի Հայաստանը, տես չի եղել։ Միշտ ինչ-որ մի բան եղել է, ասում են, բայ են 70 տարի սովետի վաղ, դե հա իհարկե, եթե ազգիտ ամբողջ ծերուց կտարան կոտորեցին եւ այն երկրում, որտեղ որ բանտում 60 միլիոն մարդ մահացավ եւ կործանվեց, իհարկե երշիկը $2 ռուբլի կարժենար, նույնն էլ կարելի ասել Հայաստանին, ասի, պապասել էր ողորմածիկ, ասում են, արա դե լավ էր էլի, մեզ մար գնում ենք Սոչի, Հանգստանում ենք, գալիս ենք, ես ինչ աման։ Դե բնականաբար կոմունիստ մարդեր ամբողջ կյանք աշխատել է, ասենք լավ աշխատել, արտասահմանում աշխատել, լավ մասնագետներ էին մերոնք, տուն-տեղ էին դրել, բան, տեցի որ մեծ խոսում եմ, այս այգի տուն, տեղ, բան, այս ամեն ինչ բնականաբար բան, դա ես հիմա իմ ողորմելի, այսպես ասած, աշխատավարձներով թատրոնով իհարկե չէի դնի։ Ուղղակի ձերս տակտեղից է դուրս գալի։ Բայց միևնույնն է, բայց ես միշտ դե չէի ուզում պապային, ասենք, ոնց որ նեղացնեի, ասում էի, մտքիս մեջ ասում էի, դե իհարկե լավ է։ Դու պաշտոնյա ես եղել, նորմալ աշխատել ես, բայց հարևանի, ասենք, տղեն գնաց Աֆղանստանում զոհվեց, այնտեղ որտեղ այն տանը որտեղ դուք ապրում եք, երևի թե մի 2 շքամուտք ամբողջը դատարկվեց, տարան Սիբիր, ասենք, կոտորեցին, արեցին, դե ինչ որ մեկի բախտել բերելա լավ է ապրել, իհարկե։ Չէ, լավ այդպես շոկոլադ երբեք չի եղել Հայաստանում, ժողովուրդ ջան, երբեք չի եղել եւ այդ հարցը բավականին անիմաստ հարց է, բայց հետո վերջը ինչ անում։ Սաղից վերջը 2 մետր փոսա, 4 հատ տախտակ, այդ է վերջը։ Բայց սա կյանք է եւ ես կյանքը շատ եմ սիրում։ Սիրում եմ այս կյանքը, սիրում եմ Երևանը, Գյումրին, սիրում եմ մեր բոլոր քաղաքները, նաև Վանաձորը, Հարաճ Կիրովական էր կոչվում, այսպես ասած, եւ այդ բոլոր քաղաքներում հիմա շատ աշխուժ է, շատ երեկոյան կաֆեները լիքը մարդիկ գնում են։ Ես մի քանի տարի առաջ հիշում եմ, ասենք, նույն Լեննականում, ասենք, եթե աղջիկը դուրս է եկել 6-ից հետո, 7-ից հետո, նա ուրեմն ինչ որ տենց կամ գնում ես տատի համար սկորիեր դիմավորում, կամ այն աղջիկներ, որ տուն չէր տանը, այսպես ասած, հիմա չէ, մարդիկ ընտանիքներով, երիտասարդներով, ջահելներով գնում են, գալիս են, որ գնացիցով վերադառնում ենք 2 երիտասարդ աղջկա հետ, դրանք Գյումրիից են, մեկը ռուս էր, մեկը հայ էր, մեկի անունը Անի էր, եթե նայում ես, ապա բարև Անի ջան, նա բան էր, նկարչուհի էր, ասում է անում ենք ցուցահանդեսներ, հավաքվում ենք երիտասարդներով, ճիշտ է հələ այն չի, ավելի շատ ենք ուզում, դե պարզ է մենք էլ ենք ավելի շատ ուզում, բայց անգամ այդ շրջաններում կյանքը կա։
Եվ գիտես ինչ սարսափելի չեմ սիրում Սփյուռքում ապրող այն մարդկանց, ովքեր հիմար կատակներ են անում, ասում են Սյունիքը տալու են, հեսա թուրքերի համար, դե այդ բնակարները, որ սարքում են թուրքերի համար, բան գիտեք ինչ, դուք եզ եք ուղակի, կներեք էլի, չի ուզում ասենք հայհոյեի, այտենց բաներ ասողները անասուններ են ուղակի, ես ուրիշ բան չեմ կարող ասել, անգամ գիտեք ինչ, կա կատակներ, որ չես էլ կա, ասենք նույն բանն է, որ ոնց ասեմ, ասենք երեխուն դագաղի մեջ տեսնես ու կատակ անես, ինձ համար դա նույն բանն է, ասենք դեն հիմար կատակներ, ես հասկանում եմ, ասենք հիմա արդեն մի քիչ հանգստացել ենք, որ լավ դες բան չի, բայց մի կատակում ենք էլի, չէ, դա կատակ չի, կատակը պիտի լինի հաճելի, կատակը պիտի լինի բան պոզիտիվ, հա, անգամ սև հումորը պիտի մեջը պոզիտիվ ինչ-որ մի հատ բան ունենա, ինչև է, այո, Հայաստանում շատ լավ է ժողովուրդ ջան եւ երևի թե պետք է իսկապես մի քանի ամիս դուրս ապրես նոր գաց թե հասկանաս ինչքան ստե լավ է թանկությունը, այո, թանկ է էժան չի, իսկ հիմա էժան երկիր կասեք ինչ որ մի տենց եկի որ դե էժան է, ես այդպես երկիր չգիտեմ, մանավանդ կորոնայից հետո ամեն ինչ սաղբչացավ, հա, բայց ապրել լինում է, պոզիտիվ, լավ ապրել լինում է, իհարկե սարսափելի լուրեր եմ ստանում բանակից, ինչպես միշտ, էլի ինքնասպանություններ, էլի գողական բարքեր, էլի անասունների ողմակներ, ինչ-որ ովքեր, որ կարողանում են իրար վրա տես վեր խավքեն բաման, իսկ օֆիցերական այդ սաստավը, այսպես ասած, երևի թե ասենք, են ուրեմն լսեք, արա, ուրեմն այն վաշտում, որ ինքնասպանությունը ալնում, բանա, դուք պատի խլինք եք, դուք ապի աֆիցեր չեք, դուք տրուսիկի ռեզին եք դուք, ես ինչ ասեմ, էլ ինչ կանամ ասեմ, ուզում ես գեներալ եղի, ուզում ես աֆիցեր եղի, եթե քո վաշտում գողական բարքեր են, ուրեմն դու պրոստը բոզի տրուսիկ ես, կներեք, չի ուզում ասել, էդ ես դու ուրիշ բան չեմ կարա ասեմ ես ուղակի, այն հայրը, ում աղջիկը պորնիկ է, ինքը կամ նարկոման է, կամ ալկոգոլիկ է, կամ այնա ինչ որ ես ասեցի չեմ ուզում կրկնեմ, այն նույնն էլ դուք եք, եթե ձեր վաշտերում, եթե ձեր զորամասերում կան մինչև հիմա գողականներ, խարուշի տղեկ, յախշիներ, աղբեր ովքեր բան, ում ես ձեռ եմ առնում և թաղում եմ իմ ներկայացումների մեջ, դուք եք, դուք ուսադիր կրելու իրավունք չունեք, այ դուք, հենց դուք պարտված բանակի բաներ եք, ճիճուներ եք, որտև այն տղեկը, ովքեր որ զոհվեցին, այն տղեկը, ովքեր որ գիրք են կարդում, ովքեր որ արվեստին մոտ են, ովքեր որ գիտությանը մոտ են, ովքեր որ նորմալ ընտանիք են, նրանք հաղթող բանակի տղեկն են, իսկ դուք քաք եք, դուք զիբիլ եք, դուք ճիճու եք և դուք իրավունք չունեք ուսադիր կրելու, որտև մեր երեխեք գնում են, ընդեղ ռազբորկեքի մեջ ինչ-որ զոհվում են, ասկի լեզուս էլ չի ֆռում, ասենք հիմա ցավակցեմ ծնողներին, ասեմ, մաման, որ սենց են, որև ցավակցելը որն է, դա մեր ընդհանուր դարդն է, և այդ դարդը պիտի դուրս գա, այդ դարդը դուրս կգա մենակ այն ժամանակ, երբ որ նաև լավի հետ մեկտեղ լինի օրենքի գերակայություն։ Դե լավ, շատ ջղայնացա, այսքանով ավարտենք, հիմա եկել ենք, մի հատ էլ ես ցույց տամ, այ այստեղ ժողովուրդ ջան, այն նորուզոն ներկայացումն է լինելու ամսի 29-ին այս գյուղական միջավայրում, այս հրաշալի տաղավարում, հետո ներկայացումից հետո կիչնենք անպայման այս իմ տաղավարը, որտեղ լինում է fire show-ն, ես ձեզ համար մի հատ սյուրպրիզ ունեմ, իմ շատ լավ ընկեր, կերամիստ աղասը, նվիրեց ինձ այս գոմեշի գլուխը 30 տարի առաջ Սևանի ափից են գտել, այսինքն ոչ թե ափից, այլ հենց թորը քաշել են, դուրս է եկել, նա արդեն քարացել է, դարել է այսպես ոնց որ կերամիկա լինի, կարող եք հետո գաք, կտեսնեք, կցույց տամ։ Այդքան բան ժողովուրդ ջան, գրանցվեք ալիքիս, site hasn't donation-ը շարունակվում է, QR կոդը ձեր էկրանին է, տոմսերը վաճառվում է, համեցեք անպայման կհանդիպենք։